Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ ապդեյթ լրատվական, ես Ռաֆայել Ունացականյանն եմ եւ առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Այսօր կառավարության նիստներ, որի ուշագրավ դրվագներ առանձնացրել ենք ձեզ համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին։ Ինչ խոսք, հրաշալի առաջարկ է, ինչպես ասում են, լավի ուշ քան երբեք, բայց այստեղ հարց է առաջանում, մենք բնականաբար հետևում էինք ընթացքին կառավարության նիստի, բայց հարցը հետևյալն է, 6 տարի իշխանության մեջ լինելուց հետո է պաշտոնյան հասկանում, որ պետք է կրթվի, թե ի սկզբանե գիտեր, բայց ինչպես ասում էին, դեռ դրա ժամանակը չէր։ Ամեն դեպքում Փաշինյանը ընդգծում է, մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները։ Հետաքրքիր է։ Փաշինյանի չափազանց անկեղծ ինքնախոստովանությունը հնչել է կառավարության նիստի ժամանակ ուղիղ եթերում։ 7 տարի չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթը ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետև այդ մեր գործն է։ Որտեւ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման ծրագիրը գրած է ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղով պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ հələ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեվ թուղթ է, որ պրինտ ենք անում, օրը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթ է, որ պրինտ ենք անում։ Ում է հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում եք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, պրոբլեմը չգիտենք։ Մենք դեղա, որ լցնում ենք բուժառոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր պրոբլեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, էդ ուրիշ բան, էդ քաղաքական հարց է։ Բա ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասնում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեւ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն իրենք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործ, իրանց գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է, մի բան փախցնելու սեփականաշնորհելու մասին է, մեկին խաբել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է, ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք, այն որ մեր այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Դե, գեներ այ քեզ ինքնախոստովանություն։ Զարմանք բառը այն չէ, որ կարողանանք ամբողջությամբ նկարագրել իրավիճակը, բայց անկեղծությունը իհարկե գնահատելի է, բայց արդեն որ երրորդ կառավարության նիստն է, որ անց է կացվում այս բովանդակության մեջ։ Մենք էլ բազմիցս խոսել ենք, ցույց ենք տվել, փաստել ենք, այո, կրթության պակաս կա ամեն բնակավարում, յուրաքանչյուր բնակավարում, անկրթությունը ծորում է Երևանյան փողոցներում եւ ոչ միայն Երևանի, ու ցավալեն գիտեք որն է, որ խոստովանում ենք, փաստում ենք եւ ասում ենք, որ քաղաքական առումով նիստի ժամանակ 7 տարի մնացել ենք նույն դասարանում, բայց
հետաքրքիր է որն է, որ եթե 7 տարի մնացել ենք նույն դասարանում, ինչպես կարող են այդ մարդիկ, նույն դասարանում մնացածները, կրթվել է նորաձև է ակցիա կազմակերպեն եւ կրթեն հասարակությանը։ Ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը առավել եւս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Այդքան կլինի, այդքան ծրագիր, ես 5 տարի ինչ եմ ասում ժողովուրդ ձեզ։ Ասում եմ այդ ծրագրերը, որ ընդունում ենք, ես հետո գնում եմ մի տեղ կանգնում եմ, ասում եմ ժողովուրդ տեղյակ եք։ Ոչ մեկ տեղյակ չի, այս նիստում, եթերում, աշխատանքային ֆորմատները չեմ ասում, քանի անգամ ասած կլինեմ։ Գոնե մի 10-15 անգամ այդ թեմային անդրադարձած կլինեմ։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Ահա, հրաշալի է։ Բա որ բան չի փոխվում, գուցե այդ կրթական ծրագիրը անցկացնենք գյուղերում, ներկայացուցիչները գնան մեր հարգարժան գյուղացի եղբայրների քույրերի մոտ, նստեն, պարզ տնավարի լեզվով, բացատրեն հասկանալի կերպով, ինչ ծրագիր են ընդունել, ինչպես դա ներդնել, ինչպես օգտվել օժանդակություններից եւ այսպես շարունակ։ Թե չէ մենք էլ լսում ենք ակադեմիական մակարդակի շատ բարդ լեզվով շարադրանքներ, հերոստատեսության մեջ լինելով անգամ հաճախ մենք մեր թիմով ընթերցում ենք որոշ նոր ընդունած օրենքներ, մենք անգամ չենք հասկանում, որ մնաց գյուղում ողջ կյանքը հողի հետ աշխատած, ոչ այդքան պատշաճ կրթություն ստացած մեր հարգարժան գյուղացին կարողանա ծրագիրը կարդալ, հասկանալ, աջակցությունից օգտվել, չգիտեմ ինչ լրացնել, չգիտեմ ինչ ծրագրի հայտ ընդունել եւ այսպես շարունակ։ Նորից եմ ասում, փորձի համար յուրաքանչյուր պահ կարող են այս նախագծի հեղինակները գնալ ինչ-որ ծայրամասային գյուղ եւ օրինակ շատ պարզ մեր օրերում պարզ ծրագրի մասին խոսել, տալ 50+ տարեկան խմբի մի ներկայացուցիչ քարտ եւ ասել կարող եք բանկոմատից օգտվել։ Մենա տեսեք ինչ պատասխան կտա ձեզ այդ քաղաքացին։ Էլ ուր մնաց պետական ծրագրից օգտվի, հայտ լրացնի, on-line, չգիտեմ, առցանց գործառույթներ իրականացնենք, այդեր մենք պետք է ճանաչենք մեր հասարակությանը։ Պարոն վարչապետ, հանձնարարականը կատարված է։ Էս է մեր պատմությունը։ Եվ հերիքա մենք մեզ խաբենք։ Դե ինչ խոսք, կառավարության այս անկեղծության ժամը կարող է շատ երկար շարունակվել, եթե հանկարծ նիստերի դահլիճի դուռը ինչ որ մեկը պատահաբար չբացեր ու չշեղեր հավաքվածների ուշադրությունը։ Իդեպ թե ով բացեց նիստերի դահլիճի դուռը, այդպես էլ մնաց անհայտ։ Մտածեցին կռիվ ենք անում։ Շատ լավ։ Դե որ ասում են ամեն ինչ լավ է, եկեք այլ թեմաների մասին էլ խոսենք։ Կրկին կառավարության նիստից 2018 թվականից Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամային ֆոնդը ավելացել է 230 միլիարդ դրամով, ավելի քան 500 միլիոն դոլարով։ Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, ասում է կառավարության նիստի ժամանակ վարչապետը, բայց շարունակելով անհատի մակարդակով ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել, որովհետև այդ ընթացքում 125,000 մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը։ Այս մասին կրկին նիստի ժամանակ փաստում է վարչապետը։ 2018 թվին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 500,000, 525, հիմա 650,000-ը։ Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդը ավելացել է ում հաշվին, աշխատող մարդկանց հաշվին։ Նրանք ովքեր աշխատել են։ Եվ մենք, այո, հիմա էլի մեծ 7 տարի մեզ պահանջվեց, որպեսզի մենք համարձակություն դրսևորենք քաղաքական, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացվենք։ Այսօր առավոտը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարական եմ տվել, չգիտեմ ինչքանով հնարավոր դա, ես հասկանում եմ, որ բարդություն կա։ Այսօր այդ տեքստի վրա աշխատելիս իմ մոտ հարց ծագեց։ Բայց մի րոպե, մենք կարող ենք ընտանիք ունենք, որ 25 տարի կամ 30 տարի անապահովության համակարգում։ Ես համոզված եմ, որ ունենք, հիմա նախարարին խնդրել եմ, ասում եմ, հələ տեսնենք քանի մարդ եւ քանի ընտանիք կա։ Պատկերացնեք, մարդ 30 տարի Փարոսի շահառու է։ Սա գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։
անհարգալից վերաբերմունք, պատկերացնեք մարդը 30 տարի նպաստաստանում անապահովության։ Մենք էլ համարում ենք, որ իրան լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս իրան։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն պրոբլեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։ Լրջորեն պետք է մտածենք։ Դե իհարկե լրջորեն պետք է մտածենք, խնդիրը կարծում եմ նրանում է, որ եթե սոցապը ներկայացուցիչը նախարարության գնա նպաստ ստացող մարդու տուն եւ 30 տարի աղքատության նպաստ ստացողին ասի հարգելի քաղաքացի, մենք ձեզ համար լավ լուրեր ունենք, ձեզ տեղավորում ենք աշխատանքի, վստահ եմ, որ նպաստարուն չի համաձայնվի, կասի մի րոպե, ինչու 80,000 կամ 70,000 ստանամ աշխատանքով, եթե տան նստած ոչինչ չանելով 30-40,000 եմ ստանում։ Ու այսպես շարունակ ամեն տեղ է այս խնդիրը, ու մտածելակերպը պիտի փոխվի, այլապես սերունդներն էլ կանցնեն, կառավարություններն էլ կգան եւ մենք արդյունքում կխոսենք, փաստացի մնալով նույն կոտրած տաշտակի առաջ։ Իդեպ, այս ամենի ֆոնին, այս ամենը ինչ որ լսեցիք, իհարկե սա մի հատվածն էր, բայց ինչ որ լսեցիք, էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրում փոփոխություններ կատարել եւ ավելացնել հատկացվող գումարները։ Նախագիծը այսօր կառավարության նիստում քննարկել է փոխնախարար Արման Խոջոյանը, վարչապետը հետաքրքրվում է նախագծի ընդունումից ի վեր վերջին 5 տարում քանի խելացի անասնագոմ է կառուցվել, Խոջոյանը պատասխանում է, մեջբերեմ իր խոսքը, կառուցվել է 58 խելացի անասնաշենք խոշոր եւ ջրավոր տոհմային անասունների շրջանակներում։ Վարչապետը արձագանքում է, այսինքն սա ցույց է տալիս, որ ծրագիրը կրկին չի աշխատում, բա հիմա ինչն է փոխվելու, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք, ասում է վարչապետը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցել է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մենք Գյումրիում չենք պարտվել, քանի որ այն արդյունքները, որ ԿՊ-ն գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է, 17200 քվ ստանալը գյումրեցիներից այդքան էլ հեշտ բան չէ, խոստովանում է մարզպետը։ Գյումրեցին սիրելիս սիրում է, չսիրելիս էլ իր դիրքորոշումը հստակ արտահայտում, ասում է Արուշանյանը եւ հավելում, մոտ օրերս կլինի պաշտոնական հայտարարություն։ Որովհետև կային տեխնացուներ, որոնք իրենց քարոզարշավի ընթացքում հստակ իրենց ձայները ապավել են նաև նրա համար, որ այլ ընդդիմադիր տեխնացուներ չլինեն Գյումրու քաղաքապետ։ Այդ համարում եմ խաբել գյումրեցիներին, նաև համարում եմ գյումրեցիներին խաբել, երբ որ ի սկզբանե ասվում էր, որ մենք կապ չունենք Երևանի Հայաստանի Հանրապետության նախկին երկու նախագահների հետ։ Մենք մեկս մյուսիս հետ կապ չունենք։ Ժորժ ջան, իմ ասելով չէ, գյումրեցին այդ ամենը շատ լավ տեսել է։ Գյումրեցին քվ է տվել քաղաքատեխնացուին շատ դեպքերում դիդարգելով իրեն որպես քաղաքապետ։ Դեպքեր կան, կներեք, դեպքեր կան ու շատ կան տեխնացուներ, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, քարոզարշավը տանելով այն ուղղությամբ, որ ընտրելով ինձ չի լինելու ոչ նախկինը, ոչ ներկան, լինելու է նոր քաղաքական ուժ։ Հետո իրենց գործողություններով ցույց տվեցին այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք։ Հիմի ժողովրդավար գործընթացը այդ լրիվ ձեր հետ համաձայն եմ, իրավական դաշտում ժողովրդավար գործընթաց է, բայց բարոյական դաշտում գյումրեցիներին մոլորեցնելը այդքան էլ ազնիվ չէ։ Այսօր բողոքի ցույց էր Մայրուղիում, Քասախի բնակիչները փակել էին Երևան աշտարակ Մայրուղին ճանապարհը, նրանք բողոքի ակցիա էին իրականացնում տրանսպորտային գծի դուրսբերման առնչությամբ, պահանջում են վերականգնել 59 համարի երթուղին, որը Քասախը կապում է Երևանին։ Բողոքի ակցիայի շրջանակներում քասախցիները ժամանակ առ ժամանակ փակում էին ճանապարհը, սա իդեպ առաջի անգամը չէ, բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրիլի 5-ից, Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները մինչև օրս օգտվում էին 25 եւ 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Ըստ որոշ տեղեկությունների հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ, նոր երթուղին սպասարկելու է Multi Transport
Ընկերությունը ուղևորցը լինելու է 250 եւ 200 դրամ համապատասխանաբար, բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին ներկայացուցիչներն ու բնակիչները, նոր երթուղին սպասարկելու են ընդամենը 7 կիլոմետր հատված իրենց համայնքից հասնելով մինչև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գտնվող հայտնի ֆիզիկա ինստիտուտի տարածք, վերջին ավտոբուսն էլ նախատեսված է ժամը երեկոյան 7:30-ին, նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։ Մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունում կքննարկեն մեր հարցը, ասում է ակտիվիստներից մեկը, եւ ինչպես մենք ականատեսը եղանք, Քասախում ակցիան ժամանակավոր, բայց ավարտվեց։ Սիրելի քասախցիներ, շատ հիանալի հանդիպում տեղի ունեցավ, պաշտոնատար անձինք նաև հասկանում էին մեր համայնքի յուրահատկությունը, առանձնահատկությունը, վերջնական որոշումը այսպես է։ Մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունում տեղի կունենա խորհրդակցություն, իրենք կհասկանան մեր բարձրացած պահանջների իրավական լուծման տարբերակը։ Այդ ժամանակը խոսեց, ես կարծում եմ մեր հարցը լուծվելու է այսպես։ Մենք ընդամենը խնդրել ենք, այսինքն մինչև Չաուշի փողոց, այսինքն Երևան քաղաքի տարածք, հարցը լուծված է ըստ էության, ոնց հասկացա։ Մեր խնդիրը ընդամենը այս մեր դիքը մինչև պոչտայի մոտ, ասենք, որ ժողովրդին հարմար լինի, ծմերը դուք լավ գիտեք, տաքսիներն էլ անգամ չեն բարձրանում, որովհետև սառույց է, ձուն է, մարդիկ չեն կարողանալու իջնել ներքև։ Մենք խնդրել ենք ընդամենը լուծվելու է Շոշից մինչև պոչտայի մոտ հատվածը, ժողովուրդ ջան, այդ քննարկումը վերաբերվելու ընդամենը դրան։ Ես կարծում եմ մեր համայնքին կընդառաջեն, կհասկանան մեր համայնքի յուրահատկությունը եւ այդ թեթև հարցը լուծելի կդառնա։ Հետո մեր Տարոնը ուզում է բան ասի, խնդրում եմ լսեք։ Նորմալ, ժողովուրդ ջան, նախ շնորհակալություն եմ բոլորիցդ հայտնում, պարոն Մարսպետը այստեղ է, խնդրում եմ միած ապահովությունով նաև պարոն Մարսպետ։ Արթուր ջան, հիմա ընդհանուր առմամբ, եթե ամփոփեք, ինչ եք կեզրակացնում։ Ժողովուրդ ջան, պատասխանը բավարարես ձեզ։ Դուք լսեցիք, մենք սպասենք այդ մեկ շաբաթը կսպասենք, եթե մեր հարցը նորից լուծում չստանա, մենք համայնքով կհավաքվենք, կորոշենք մեր հետագա անելիքները։ Լրագրողներից շնորհակալություն, ոստիկաններից շնորհակալություն, բոլորիցս շնորհակալություն, ձեր ցավը տարեմ, օգնեք։ Կրկին գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, պահանջում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ։ Գլխավոր դատախազությունը պահանջում է ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին դեռ վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է ներկայացնել դատարան ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գևորգյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք Երևանում, 6 անշարժ գույք Ավշար գյուղում, 2 անշարժ գույք Ծաղկաձորում, 1 անշարժ գույք Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք Արարատում, 1 կառուցապատման իրավունք, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձու մասնակցություն եւ ավելի քան 6 միլիարդ 76 միլիոն ՀՀ դրամ։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հետաքննություն եւ օպերատիվ հետախուզություն իրականացնելով տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը եւ կից ներկայացնում տեսանյութ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին,
որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալները հաստատվել են։ Մասնավորապես ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվար ամսվա 31 ընկած ժամանակահատվածում անհատ ձեռներեցի կողմից թաքցվել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 250 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի արդիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք, որ արկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ դրամարկային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը եւ չկատարել ապօրինություններ։ Հաղորդման այս հատվածում խոսենք միջազգային հարաբերությունների մասին, այսպիսով կառավարության որոշմամբ Օմանի սուլթանությունում նստավայրը Մասկատ Հայաստանի Հանրապետության դեսպանություն է ստեղծվելու Հայաստանի Հանրապետության եւ Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունների վերջին տարիների զարգացումը, ինչպես տեսնում եք, դինամիկ կերպով է ընթանում, հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան օմանական կողմը դրական է արձագանքել։ Օմանի սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի եւ Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում տարանցիկ ավելացմանը, նշված է հիմնավորման մեջ։ Նշենք, որ նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հենց հաջորդ օրվանից։ Ընթանանք առաջ եւ կրկին արտաքին գործերի նախարարության մասին խոսենք, պաշտոնական հաղորդագրություն է տարածվել 1992 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման։ Ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում 30-ին սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից, 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ Պատանդ վերցվեց 29 կին եւ 9 երեխա, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է, նշված է Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ Այս պահին խոսենք օրերս Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին, նախօրեին կանչի վայրից հետո ետ գնալու ժամանակ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում Թամանցիներ փողոցում գործարանային մետրոյի հարևանությամբ շտապօգնության մեքենան բախվել էր երկաթբետոնե էլեկտրասյանը, վթարի հետևանքով վարորդի կողքին եղած բժիշկը ցավոք մահացել էր, բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Երևանի շտապօգնության տնօրենը ասում է, որ հավանաբար վարորդի աչքն է կպել ղեկին։ Երևանի քաղաքապետարանի խոսնակն էլ հայտնում է, որ վթարի հետևանքով մահացած բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ պարզապես անհամատեղելի են եղել։ Տեսանյութն է մանրամասնում թեման։ Նախօրեին կանչի վայրից հետ գնալու ժամանակ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում Թամանցիներ փողոցում գործարանային մետրոյի հարևանությամբ հենց այստեղ է շտապօգնության մեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդի կողքին եղած բժիշկը մահացել է, բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Երևանի շտապօգնության տնօրենն ասում է, հավանաբար վարորդի աչքն է կպել ղեկին։ Երևանի քաղաքապետարանի խոսնակն էլ հայտնել է, որ վթարի հետևանքով մահացած բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Վթարից տուժած վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Վարորդը կոտրվածքներ է ստացել, բուժքույրը վիրահատվել։ Բուժքույրը եղել է ծանր վիճակում, կատարվել է գործիքային լաբորատոր հետազոտություններ, ախտորոշվել է որովայնի վնասվածք, կրծքավանդակի վնասվածք, գլխուղեղի վնասվածք, եղել է ներքին արյունահոսություն, անմիջապես տեղափոխվել է վիրասրահ, կատարվել է սպլենեկտոմիա, հայծախի հեռացում եւ դադարեցվել է արյունահոսությունը։ Վարորդի վիճակը եղել է կայուն, հետազոտություններ է անցել։ Ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք,
տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Վերակենդանացման բաժանմունքում վիճակի կայունացումից հետո տեղափոխվել է բաժանմունք հետագա բուժումը շարունակելու նպատակով։ Այժմ բուժքույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Նախնական վարկածով քնել արեկին, բայց դա քննությունը վերջում կպարզի քնել է թե հեռախոսի մեջ է եղել։ Ես ինքս վարորդի հետ խոսացել եմ, չի հիշում։ Հիմա կա տեսագրություն, մենք էլ ունենք տեսագրություն, որևէ խոչընդոտ չի եղել։ Այսինքն ուղղակի խփելասյան է։ Հիմա թե պատճառը ինչ կլինի, քանի որ նախաքննական փուլում է, քննությունը ընթանում, իսկ թվում է այդ բոլոր հարցերի պատասխանը վերջում լինելու է։ Հայկական ժամանակի հետ զրույցում ասում է Երևանի քաղաքապետարանի շտաբ բուժօգնության ծառայության տնօրենը։ Վերջինս չի ընդունում այն քննադատությունները, թե 25-ամյա վարորդը եղել է անփորձ։ Նրա խոսքով վարորդն աշխատել է այլ պատասխանատու կառույցներում եւս։ Շտաբ օգնության ծառայությունում աշխատում է արդեն 10 ամիս։ Հերթափոխային աշխատանքը 24-ժամյա աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս։ Մենք էլ առաջնորդվում ենք դրանով։ Ինչպես նաև կա կառավարության 2007 թվականի 201-ն որոշում, որով նույնպես կարգավորում է առողջապահական ոլորտի աշխատողների հանգստի աշխատաժամի ռեժիմը, առանձնահատկությունները։ Ու դա եւ աշխատանքային օրենսգրով առաջնորդվում ենք ու հերթափոխությունների գրաֆիկ է կազմում։ Մնացածը, քանի որ ինքը փուլում է, քննությունը ընթանում, կարծում եմ հիմա վաղ է դեռ խոսալ։ Անդրադառնալով այն խոսակցություններին, թե տվյալ վարորդը հանգստյան օր չի ունեցել, ինչի արդյունքում էլ գրանցվել է պատահարը, Ռուբեն Գրիգորյանը շեշտում է։ Պատերազմի մասնակից է։ Իրան ճանաչողները բոլորը գիտեն, որ ինքը շատ նորմալ լավ երիտասարդ է։ Շտապօգնության ծառայության տնօրենը վստահեցնում է, որ ծառայության աշխատակիցները աշխատում են որակյալ պայմաններում։ Հետևաբար դժբախտ դեպքերի արդյունքում պետք չէ որակավորում տալ կամ մեղադրանքներ հնչեցնել թե ծառայությանը, թե ծառայության աշխատակիցներին։ Մահացած 68-ամյա բժիշկն էլ ըստ Ռուբեն Գրիգորյանի 40 տարի աշխատել է շտապօգնության ծառայությունում, սրտաբան էր։ Քննչական կոմիտեից էլ հայկական ժամանակին փոխանցել են, որ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի, այն է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը երկրորդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում է նախաքննություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այս պահին տեսնենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի վերականգնման վերաբերյալ։ Այս խորհրդակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Բանակցությունները ընթանում են փակ ձևաչափով։ Թուրքիան եւ Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունները կանխելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Նրա խոսքով կարևոր է խուսափել կողմերի միջև թյուրիմացություններից։ Հական Ֆիդանը նաեւ նշել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի հիմնական խնդիրներն են Գազան, Արևմտյան ափը եւ Ալ-Ակսա մզկիթը։ Նրա խոսքով, եթե Սիրիան Թուրքիայի հետ ռազմական համաձայնագիր կնքի, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, նշել Անկարան աշխատում է պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին օրենքով սահմանված պատժամիջոցների վերացման ուղղությամբ։ Ֆիդանի խոսքով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նման դաշնակիցների միջև պատժամիջոցներ չպետք է լինեն։ Դիվանագետը հավելել է, Անկարան նախապատրաստում է Էրդողանի եւ Թրամփի շուտափույթ հանդիպումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնյաների հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի միջուկային համաձայնագիր կնքելու իր առաջարկը։ Ընդ որում նա ասել է, որ Իսրայելը կլինի հնարավոր ռազմական գործողությունների առաջնորդը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որ Իրանը բարգավաճի եւ հիանալի լինի։ Միակ բանը, որ նրանք չեն կարող ունենալ, դա միջուկային զենքն է, եւ նրանք դա հասկանում են, հավելել է Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս հայտարարել էր, որ սատարում է Իրանի հետ համաձայնության հասնելու Թրամփի դիվանագիտական ջանքերին, հավելելով, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք մշակի։ Իրանը ի պատասխան ռազմական ուժ կիրառելու մասին Թրամփի բազմաթիվ սպառնալիքների ԱՄՆ-ին խոստացել է կոշտ պատասխան եւ Վաշինգտոնին կոչ է արել չսրել իրավիճակը։
Գերմանիայի պահպանողական քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ ապրիլի 9-ին կոալիցիա կազմելու համաձայնություն է ձեռք բերել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, նպատակ սահմանելով վերականգնել երկրի տնտեսությունը եւ պայքարել անօրինական միգրացիայի դեմ։ Կառավարական նոր կոալիցիան պլանավորում է վերացնել երկրում 3 տարի բնակվելուց հետո արագացված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Կառավարական կոալիցիայի գործընկերներն իրենց համաձայնագրում մեծ ուշադրություն են դարձրել Գերմանիայի տարածքում անօրինական միգրացիայի խնդիրներին։ Կուսակցություններին հաջողվել է պայմանավորվել Գերմանիա մուտք գործողներին սահմանին կանգնեցնելու շուրջ, նույնիսկ եթե նրանք ապաստան տրամադրելու խնդրագիր են ներկայացրել։ 2 տարով կդադարեցվի ընտանիքների վերամիավորումը, կդադարեցվեն փախստականների կամավոր ընդունելու ծրագիրը, իսկ արտաքսման համար անվտանգ երկրների ցուցակը կընդլայնվի։ Բացի այդ, հնարավոր կդառնա հանցագործների արտաքսումը Աֆղանստան եւ Սիրիա։ Կուժեղացվի նաև վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին։ ԱՊՀ երկրները պետք է ակտիվացնեն անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը ռազմաքաղաքական իրադրության սրման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Նոր աշխարհակարգի ձևավորումը ցավոք ուղեկցվում է ռազմաքաղաքական իրադրության սրմամբ եւ միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ այն ուժերի ձգտման պատճառով, որոնք փորձում են պահպանել գլոբալ գերիշխանությունը, թուլացնել եւ իրենց ազդեցությանը ենթարկել անկախ արտաքին եւ տնտեսական քաղաքականություն վարող պետություններին եւ ինստիտուտներին, ասել է Լեբեդևը։ Ըստ նրա, դա ազդում է ԱՊՀ երկրների վրա նրանց առջև դնելով տարբեր խնդիրներ։ Նա նշել է, որ հարկավոր է ակտիվացնել արտաքին քաղաքական գործունեության համակարգման միջոցները եւ միավորել ԱՊՀ պետությունների ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։ Ղազախստանը եւ Ադրբեջանը կանցկացնեն Կասպիան բրիզ 2025 ռազմածովային զորավարժությունները։ Զորավարժությունները տեղի կունենան մոտ ժամանակներս Կասպից ծովի ղազախական հատվածում։ Ղազախստանում համատեղ ռազմածովային զորավարժությունների նախապատրաստման շրջանակներում շտաբային բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 184-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 200-ը։ Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսը նշել է, որ դեպքի վայրում գտնվող փրկարարները դեռ փնտրում են զոհերի եւ հնարավոր ողջ մնացածների, թեև ապրիլի 8-ի կեսօրից ի վեր ոչ ոք ողջ չի գտնվել։ Ապրիլի 8-ի գիշերը Սանտո Դոմինգոյի լեգենդար ակումբներից մեկը լեփլեցուն էր երաժիշտներով, պրոֆեսիոնալ մարզիկներով եւ պետական պաշտոնյաներով, երբ փոշին սկսել է թափվել առաստաղից, իսկ րոպեներ անց փլուզվել է ամբողջ տանիքը։ Աղետը տեղի է ունեցել հայտնի մեներքիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։ Մենդեսի խոսքով փրկարարները ապրիլի 9-ին դուրս են բերել Պերեսի մարմինը։ Շարունակում ենք թողարկումը, ինչպես գիտեք, հարգելի հատկապես երևանցիներ, ցեխոտ անձրև եկավ նախորդ գիշեր եւ հարց է առաջանում, որն է շրջաների մեծ մասում տեղացած ցեխային անձրևի պատճառը։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի բարձաբանումն է այս հարցի շուրջ, այսպիսով կենտրոնից հայտնում են, որ 3 հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով միջերկրական ծովից տեղափոխվեց Իրաք, այնուհետև դեպի Կովկաս։ Մթնոլորտային նման շրջանառության արդյունքում հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր են տեղափոխել փոշու մեծ կոնցենտրացիա եւ ուղեկցվող օդ, ինչի արդյունքում շրջաների մեծ մասում տեղացել է այսպես կոչված ճակերտավոր ցեխային անձրև, թեպետ առանց շագերտների կարելի է օգտագործել։ Տարվա այս ժամանակահատվածում գրեթե ամեն տարի նման երևույթներ կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնի ներթափանցմամբ, ասված է հաղորդագրության մեջ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Facebook-յան խմբերից մեկում բու տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գարդի համայնքի մի բնակիչ առանց համապատասխան թույլտվության պահում է բվիկ տեսակի մի փոքրիկ թռչուն, որը վերջինս ձեռք է բերել թռչնի շուկայից փոխանակման միջոցով։ Բվի մոտ արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել եւ լավ լուրը նրանում է կայանում, որ Ջրվեժ արգելոցային պարկի համալիրի տարածքում համապատասխան կարգի համաձայն թռչունը այսօր բաց է թողնվել վայրի բնություն։
Vivan այսօր ամփոփել է 2024 թվականի արդյունքները։ Ինչ հաջողություններ է գրանցել Vivan անցած տարվա ընթացքում եւ թե ինչ նորամուծություններ են սպասվում արդեն այս տարի, պատմում է մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։ Vivan ամփոփեց 2024 թվականի արդյունքները։ Գլխամասային գրասենյակում ասուլիսի ժամանակ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրեց անցյալ տարվա կատարված աշխատանքները։ 2024-ը մեզ համար պարզապես աճի տարի չէր, մենք իրական եւ վճռական քայլ կատարեցինք դեպի թվային կոնվերգենտության նոր հանգրվան։ Vivan դարձել է բջջային եւ ֆիքսված կապ, հեռուստատեսություն, ամպային ծառայություններ, բազմազան հավելվածներ, նորարարական ՏՏ լուծումներ առաջարկող թվային էկոհամակարգ։ Մենք գործարկել ենք համակցված լուծումներ, որոնք այսօր մեր բաժանորդների առօրյայի մասն են կազմում։ Թվային աշխարհը դարձել է ավելի մոտ, հարմար եւ հասանելի։ 2024-ին իրականացված ռեբրենդինգը արտահայտում էր ընկերության թվային վերափոխման որակական նոր փուլը, թվային նոր դարաշրջանում ընկերության արժեքներն ու տեսլականը։ Մեր առաջընթացը հնարավոր չէ լինի առանց իմ բոլոր թիմակիցների, որոնք օր-օրի ապագայի տեսլականը դարձնում են մեր ներկան։ Մենք եղել ենք ու շարունակում ենք լինել ոլորտի առաջատարը։ Շնորհակալ եմ մեր բոլոր բաժանորդներին, որ վստահեցին ու աջակցեցին մեզ։ Մենք միասին անցանք այս ճանապարհը, իսկ լավագույնը դեռ առջևում է։ 2024 թվականի ընթացքում Vivan կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ ուղղված տարբեր սերնդի ցանցերի արդիականացմանը։ Հիմքից կառուցվել է 47 բազային կայան, որից 40-ը գործարկվել է 2024 թվականի ընթացքում, իսկ մնացյալ 7-ը 2025 թվականի սկզբում։ Դրանք տեղակայվել են հանրապետության տարբեր մարզերում ընդլայնելով գոյություն ունեցող ծածկույթը։ 4G-ն ծածկում է բնակելի տարածքների 99.6%-ը, իսկ օպտիկամանրաթելային ցանցը ընդլայնվել է մոտ 190 կիլոմետր։ Իսկ ահա 5G ցանցի կառուցման Viva-ի առաջիկա պլանների վերաբերյալ լրագրողի հարցինի պատասխան ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը նշեց. Քանի որ ասուլիսը վերաբերում էր 2024 թվականի արդյունքներին, 5G հարցը ի սկզբանե չենք ներառել։ Ինչպես հանրությունը գիտի, մենք նախընտրում ենք ի սկզբանե իրականացնել, իսկ հետո միայն պատմել։ Vivan այսօր արդեն ունի ռադիոհաճախականությունների 2 անգամ ավելի մեծ ռեսուրս, քան առաջ, ինչը Viva-ի ռադիոհաճախականությունների ձեռքբերման նպատակով իրականացրած ամենախոշոր ներդրումի արդյունքն է։ 2.5 միլիարդ դրամի ներդրում ուղղված 5G-ի համար նախատեսված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալուն, ինչը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 2-ին։ Կիրականացնենք եւ կտեղեկացնենք։ 2024 թվականի վերջի դրությամբ Vivan ունի 2.3 միլիոն բաժանորդ, 1.2%-ով ավելի, քան 2023 թվականին։ Նույնչափ աճել է ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը։ Բջջային ինտերնետից օգտվում է բաժանորդների գերակշիռ մասը ավելի քան 80%։ Խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Vivan այս տարի նույնպես գլխավորում է օպերատորների ցանկը, 2024 թվականին վճարելով 18.2 միլիարդ դրամի չափով հարկ, որը շուրջ 16%-ով ավելի է անցած տարվա համեմատ։ 2024 թվականին, ինչպես եւ նախորդ տարիներին, Viva-ի սոցիալական ներդրումները ուղղվում են այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են Աուտիզմ ազգային հիմնադրամը, Ունիսոն հասարակական կազմակերպությանը կից գործող Փարոզ երգչախումբը, Source հիմնադրամը, բնապահպանական ծրագրերի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառմանը, որոնք նպաստում են գյուղերի հոգսերի կրճատմանը եւ մայրաքաղաք մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն։ Խոշորածավալ աջակցություն է ցուցաբերվել Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին։ Հիմնադրման օրվանից ընկերության կատարած սոցիալական ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 29 միլիարդ դրամ։ Viva-ի երկարաժամկետ հաջողության հիմքում թափանցիկությունը եւ ազնիվ գործընկերային հարաբերություններն են։ Viva-ին վստահում է ավելի քան 2 միլիոն հաճախորդ, գործընկերներ, բաժնետերեր, աշխատակիցներ ու հասարակության լայն շրջանակներ։ Այս երկարամյա վստահության հիմքում Viva-ի գործարար Անթերի էթիկան է, որը հիմնված է օրենսդրության պահանջներին եւ գործարար բարեվարքության համաշխարհային լավագույն սկզբունքներին եւ չափանիշներին խստորեն հետևելու վրա։ Եվ վերջում եղանակի մասին, ապրիլի 11-ից 15-ը առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ, ապրիլի 11-ից 14-ը գիշերը լեռնային շրջաներում տեղումները դիտվելու են ձյան տեսքով, առանձին շրջաներում սպասվում է նաեւ քամուշ գնացում, իսկ օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ին նվազելու է 5-ից 7 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։